Պաղեստինցիների հետ վերադարձի հետ կապված երեկ Էմանուել Մակրոնն ասաց, որ պատրաստվում է Ալիևի հետ քննարկումներ ունենալ այս թեմայով, ինչ սպասելիքներ ունեք դուք։ Պետք է լինի կոնկրետ արդյունք։ Մեր գերիները եւ պատանդները, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանում, պետք է օր առաջ անհապաղ ազատ արձակվեն։ Նրանց նկատմամբ ի սկզբանե իրավունք չուներ Ադրբեջանը իրականացնել դատավարություններ։ Ավելին ասեմ ձեզ, Ադրբեջանը այդ դատավարությունները օգտագործեց Հայաստանի ու հայերի նկատմամբ թշնամանքը խորացնելու ու հիմա էլ ով որ խոսում է խաղաղությունից, Ադրբեջանը իբր թե մտադրություններ ունի, Ադրբեջանը հակառակը միայն խորացրել է թշնամանքը։ Դա համար մեզ պետք է մեր հայրենակիցների ազատ արձակում անհապաղ, առանց որևէ նախապայմանների, առանց որևէ, գիտեք, ասենց մեծահոգություն ցուցաբերելու։ Սա պահանջ է։ Դրա համար այո, եվրոպական ոչ թե միայն Ֆրանսիայի նախագահը, այլ ամբողջությամբ այս գագաթնաժողովը առանձին կետով ինձ համար դա կլինի արդյունքը։ Կոնկրետ պահանջ լինի ու դրա հիման վրա լինի ազատ արձակում, ոչ թե որպես առևտուր, որ այս իշխանությունը նախընտրական այս վիճակում կվաճառի դա մեր հանրությանը, այլ որպես իրական եվրոպական համայնքի քայլ, որ հանուն մարդու իրավունքների չի կարող հանդուրժվել որևէ այլ բան։ Շնորհակալ եմ։ Այստեղի դժվար թե ձայնը հասանելի լինի։ Երեք նախագահը շրջում էր քաղաքով ազատ, ինչու այս ակցիան այսպես հետո փոքր ձևաչափով հենց երեք շարունակվեց։ Տեսեք, մենք այս ակցիայի կազմակերպման խորհուրդը եվրոպական քաղաքական այդ բոլոր ղեկավարներին հավաքական առումով ներկայացնելն է, որ իրականում այնինչ այս ներսում համալիրի այս շենքի ներսում կամ այլ տեղ խոսվելու է մարդու իրավունքների ժողովրդավարությունից, դրանք իրականում որևէ այս իշխանության վարկագծի պայմաններում կապ չունեն դրա հետ։ Տարբեր կարող են ակցիաները լինել, մեր ակցիան այսօր էր նախատեսած, ինչը կարծում եմ կարևոր է, որպեսզի ուղղենք ոչ թե միայն մեկ երկրի, այլ ամբողջ քաղաքական եվրոպական համայնքին ու ղեկավարներին ուղղենք ցույց տանք այն մեր հարցերը, որ կան, այն պահանջները, այն խնդիրները, որ Հայաստանում կան, սկսած կառավարման հարցում կամայականությունից, երբ երկրի կառավարության ղեկավար ասում է ում ուզեմ աշխատանքից ազատել եմ, լավ եմ արել, օրինակ Ցեղասպանության ինստիտուտի թանգարանի տնօրենի նախկին, որ ազգային հարցեր է բարձրացնում, մինչև նրան, որ մարդկանց մոռացության են տալիս, ատելության են այնքան արժանացնում սոցիալական ցանցերում, որ մարդը զսվի իր հարցերը չբարձրացնի։ Պարոն Թաթոյան, արցախցիների վերադարձի հարցի համար ինչ պետք է արվի, որ այսօր չի արվում, չնայած որևէ բան չի արվում, բայց հիմնական քայլերը որոնք պետք է։ Տեսեք, արցախցիների վերադարձի հարցը միջազգայինորեն գոյություն ունեցող, գործող այսօր գործող իրավունք է, միջազգայինորեն հանուն հանուն արդարության եւ նաեւ առասարակ մարդու իրավունքների պաշտպանության ուղղված։ Պետք է կոնկրետ ամրագրում ստանա մեխանիզմներով, որ նախ ճանաչվի, որ այս իրավունքը գոյություն ունի, եւ երկրորդը կոնկրետ մեխանիզմներով պետք է ամրագրվի, որ դա ինչպես է իրականացվելու։ Ու դա պետք է լինի անվտանգ, ապահով եւ բնականաբար արժանապատիվ վերադարձ։ Եվ անհատական մոտեցմամբ, այո, սա նույնպես էլի միջազգային պահանջ է, բայց դա գործում է եւ հիմա ուղղակի հարցը գնում է ընդհանրապես միջազգային օրակարգից մոռացության տալու ճանապարհով, որը առհասարակ անընդունելի է, որտեղ այսօր բոլորը այլևս չեն խոսում ոչ մեկ դրա մասին։ Իսկ սա առաջին հերթին արդարության համար է, որովհետեւ դու չես կարող կառուցել խաղաղություն, քաղաքականություն մարդկանց մոռացության տալու վրա։ Բայց եթե կարողանար Եվրոպան, Եվրամիությունը կամ որևէ երրորդ ուժ ապահովել արցախցիների անվտանգությունը Արցախում այս պայմաններում, դա կանենք 2023 թվականին։ Ինչու է կարողանում, որովհետեւ այսօր։ Բայց ինչու ենք, տեսեք, մի հատ այսօր դուք կարևոր հարց եք բարձրացնում։ Մենք այստեղ պետք է ունենանք մի բան։ Եվրոպան, սա եվրոպական արժեքները առասարակ դրանք մարդու իրավունքների ժողովրդավարության մասին են։ Բայց եկեք հասկանանք մի բան, եթե դու ինքդ ունես քո երկրում իշխանություն, որը այս հարցերը չի բարձրացնում, մյուս կողմից այո, սկսում ենք միայն Եվրոպային մեղադրել, մենք այստեղ եկել ենք դրա համար եվրոպացիներին ասելու եւ այս քաղաքական գագաթնաժողովին, որ այս իրավունքը գոյություն ունի եւ դա պետք է բարձրացվի, բայց նաև ասելու, որ այս իշխանությունը կապ չունի այդ հարցերի հետ, որտեղ նրանք ոչ թե այս հարցերը բարձրացնում են, այլ մոռացության են տալիս Ադրբեջանի հետ պայմանավորված, քննարկված, հանուն նրա, որ Ադրբեջանից անընդհատ իբր գովեստի խոսքեր լսեն, այդ ինքնախաբեության առաջնորդվելով իբր խաղաղությունը մեզ էլ խաբելով դրանում,
ոչ մի հարց չեն բարձրացնում, սա է խնդիրը։ Եվ մեզ պետք է իշխանություն, որը այս հարցերը կդարձնի բանակցությունների, քննարկումների կարևոր առարկա եւ սա կանի ոչ թե նրա համար, որ ինչ որ նախընտրական իր համար գործիք է, ոնց որ այսօրվա գործող իշխանությունը արեց իր 21 թվականի ընտրություններից առաջ, հետո ծրագրում ամրագրեց, այլ որպես համոզմունք, որ սա հանուն Հայաստանի շահերի կարևորագույն քայլ է, նաեւ Հայաստանի շահերի, որ աշխարհը չթողնենք մոռացության տա ադրբեջանական հանցանքները, էթնիկ զտումները եւ ի վերջո ապահովի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը եւ մեզ համար ապահովի արդարություն։ Դրա համար այո, հարցի հիմքը առաջ տանողը պետք է լինի իշխանությունը։ Եթե դու ունես երկրում իշխանություն, որ այս հարցերը չի բարձրացնում, հասկանում եք, դա արդեն գնում է դեպի մոռացության։ Պարոն Թոթյան, կարծիքներ էին հնչում, որ ընտրություններին ընդառաջ հնարավոր է որոշ կազմակերպությունների հետ վերադարձնի, հաշվի առնելով այդ կոնտեքստը, հաշվի առնելով նաև գագաթնաշողովը, իրատեսական դա համարում եք, վերջին հաշվով գերիների հարազատներին առաջինը հուզում է նրանց վերադարձը, թե ինչ պայմաններով ինչի ստորադասվում է։ Գիտեք, այս իշխանությունները Ադրբեջանի հետ պայմանավորված կարող են ամեն ինչ անել, առևտրով զբաղվել մեր մարդկանց, քաղաքացիների, կլինեն թե նաև գերիները։ Ինձ համար այո, նույնպես կարևոր է օր առաջ նրանց ազատ արձակումը, բայց եկեք այսպեսի բան նայենք։ Եթե դու քո երկրում ունես իշխանություն, որը գերիների ազատ արձակման հարցերը իբր լուծում է հանուն նրա, որ նախընտրական դիվիդենտներ ստանա, ապա այդպիսի իշխանության արարքները ուղղակի հակասում են երկրի շահերին։ Դու չի կարող երկիրը առաջ գնալ այդպիսի իշխանության հետ, որ միայն մտածում է իր քաղաքական ու անձնական շահերի մասին։ Սա է, այսպիսի մոտեցումը ինձ համար ընդունելի չի։ Պետք է իշխանություն, որի համար կապ չունի նախընտրական իրավիճակը, եթե կա խնդիր, եթե կա իրավունքի հարց, քո որևէ քաղաքացի ունի խնդիր, դու պետք է զբաղվես նրանով, այլ ոչ թե սպասես գա նախընտրական փուլ հասնի, հետո Ադրբեջանի հետ պայմանավորված իբր այնպես անես, որ համ Ադրբեջանի դիվիդենտներ կա, համ էլ քեզ, բայց միայն նախընտրական քարոզչության համար։ Ասում եք, բան Թաթյան, ասում եք, մեր իշխանությունը պետք է նախ եւ առաջ այդ հարցը բարձրաձայնի, բայց մենք տեսնում ենք, որ Եվրոպային նույնպես ձեռք է տալիս նպատակահարմարը եւ այս ակցիան այս համաժողովը Ինչն է ձեռնտու։ Այս իշխանությունները։ Տեսեք, հասկանում եք, մենք չնայենք, թե որ արտաքին ուժին է ձեռնտու իշխանություն մենք պետք է ունենանք։ Մենք պետք է հասկանանք, թե մեզ հայերիս ինչ իշխանություն է պետք։ Այս է կարևոր։ Եթե մենք անընդհատ մտածենք, թե Եվրոպային պետք է այս իշխանությունը, Ռուսաստանին պետք է ուրիշ իշխանություն, գնանք այդ ուղղությամբ, մենք չենք կարող մեր երկիրը զարգացնել։ Մենք պետք է միշտ աշխատենք հանուն ուրիշների, իսկ մենք պետք է աշխատենք հանուն մեր շահերի։ Դրա համար Հայաստանին պետք է իշխանություն, որը իր շահերի համար է գործում։ Եվ ես վստահ եմ, հենց եվրոպական խորհրդարանի նաև բանաձևը օրեր առաջ որ ընդունվեց, տարբեր այլ փաստաթղթեր, որտեղ վկայակոչվում է արցախցիների վերադարձի մասին, այլ հարցեր։ Հիմա պետք է մեզ իշխանություն, որ այս հարցերը բարձրացնի անընդհատ եւ ես դարձնի նաև բանակցությունների օրակարգ։ Ուղիղ հայտարարի ուղղակի, որ մենք բանակցությունները շարունակելու ենք, օրինակ, եթե մեր տարածքներից դուրս գան ադրբեջանական զինված ուժերը, որոնք ապօրինի օկուպացիայի տակ են պահում մեր երկիրը։ Դա էլ խնդիր է, չէ՞, անվտանգության խնդիր է, մարդու իրավունքների խնդիր է։ Մենք մեր սահմանային բնակավայրերում մարդիկ ամբողջությամբ զրկված են իրենց իրավունքներից։ Ոչ անվտանգություն կա, ոչ կարողանում են իրենց հողերը մշակել, ոչ կարողանում են երեխաներին հանգիստ դպրոց ուղարկել։ Իսկ իշխանությունը ինչ անում, մոռացության է տալիս, անընդհատ խաբում է ժողովրդին։ Սրանք եվրոպական արժեքներ են։ Ոչ, եվրոպական արժեքներ չեն։ Դա համար պետք է իշխանություն, որը ղեկավարվի այս ամենով եւ իրականում այս արժեքները մեր մեջ են, մեր համար են սրանք։ Մենք պետք է աշխատենք ոչ թե հանուն ուրիշների, այլ մեր շահերի համար։ Սա է կարևորը։